Վերջին շաբաթներին ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ճնշումների շրջանակում սկսել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնտեսական ակտիվների դեմ ուղղված քաղաքականություն, փորձելով նրան հեռու պահել քաղաքական պայքարից։ Այս գործընթացի հերթական դրսևորումը դարձավ Շանգրիլա խաղատան լիցենզիայի ուժը կորցրած ճանաչումը։ Սակայն այս պատմության մեջ ուշագրավ էր ոչ միայն որոշումը, այլ թե ով առաջինը շտապեց հանրությանը հայտնել այդ մասին։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրեթե հաղթական տոնով հայտարարեց, որ Շանգրիլա խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա հերթական պաշտոնական հայտարարությունն էր, սակայն հարց է առաջանում, ինչու հենց տնտեսության համար պատասխանատու նախարարը պետք է ուրախանա մի որոշման համար, որի հետևանքով 500-ից ավելի մարդիկ զրկվելու են աշխատանքից, իսկ պետությունը զգալի հարկային մուտքերից՝ շուրջ 6 միլիարդ դրամ տարեկան։ Եվ այդ մասին հայտարարեր որևէ ՔՓ կամ պատգամավոր կամ քաղաքական գործիչ, գուցե դա ընկալվեր որպես հերթական քաղաքականության ռետորաբանություն, բայց երբ նույնն անում է էկոնոմիկայի նախարարը, պատկերը մեղմ ասած տխուր է։ Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ Շանգրիլա խաղատունն ունի ավելի քան 500 աշխատակից և տարեկան պետական բյուջե է վճարվում շուրջ 6 միլիարդ դրամի հարկ։ Այսինքն նախարարն ըստ էության հրապարակավ արձագանքում է մի որոշման, որի հետևանքով ավելի քան 500 քաղաքացի կանգնում է գործազրկության առաջ, իսկ պետության բյուջեն կորցնում է միլիարդավոր դրամների հարկային մուտքեր։ Ստացվում է տնտեսության համար պատասխանատու պաշտոնյան ոչ թե մտահոգված է աշխատատեղերի պահպանվամբ, ներդրումային միջավայրի կայունությամբ և հարկային մուտքերի ապահովմամբ, այլ քաղաքական ենթատեքստ ունեցող որոշման հրապարակային գովազդով։ Առավել հետաքրքիր է, որ ընդամենը մի քանի տարի առաջ նույն Շանգրիլան այնքան կարևոր էր Փաշինյանի կառավարության համար, որ գործադիրն անձամբ միջամտեց դրա գործունեության վերականգնմանը։ Մասնավորապես 2022 թվականի հուլիսի 7-ի նիստում կառավարությունը որոշեց պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել Գագիկ Ծառուկյանին պատկանող Շանգրիլա խաղատան կորցրած 4.2 միլիարդ դրամ տուգանքը, որպեսզի խաղատունը վերականգնի իր աշխատանքները։ Մենք հիմա այս որոշմամբ, եթե շատ երկար չմանրամասնենք, ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ընկերությունը զրոյից մաքուր թերթից, այսպես ասած, սկսելու հնարավորություն ստանա։ Այսինքն 2022 թվականին նույն իշխանությունը պետական միջոցների հաշվին փորձում էր պահպանել Շանգրիլայի գործունեությունը, հասկանալով դրա տնտեսական նշանակությունը, աշխատատեղերի և հարկային մուտքերի կարևորությունը։ Իսկ այսօր նույն իշխանության ներկայացուցիչները գրեթե հրճվանքով հայտարարում են այդ կառույցի փակման մասին։ Իսկ ամենամեծ հարցը մնում է անպատասխան. ինչ է շահում Հայաստանի տնտեսությունը, երբ մեկ քաղաքական որոշմամբ 500-ից ավելի մարդ կորցնում է աշխատանք, իսկ պետությունը տարեկան շուրջ 6 միլիարդ դրամ հարկային եկամուտ։